Ինչպես տղան աշխատեց դժոխքում։ Լատիշական հեքիաթ։ Լինում է չի լինում, մի կտրիչ մարդ է լինում։ Մի անգամ նա մոլորվում է անտառում։ Ու հենց այդ ժամանակ էլ սատանան մոտենում է նրան ու հարցնում. «Չես գա ինձ մոտ բատրակություն անես»։ «Ինչի չեմ գա», պատասխանում է տղան։ Ու սատանան տղային բերում է դժոխք և ցույց տալիս կափարիչներով ծածկված 3 կաթսա։ Ամեն օր պիտի կրակ վառես այս կաթսաների տակ, բայց չհամարձակվես օրը 2 կոճղից ավել վառել։ Առաջին օրը, երբ սատանան չքվել էր չգիտես ուր, տղան որոշում է նայել, թե ինչ է եփվում այդ կաթսաների մեջ։ Մոտենում է առաջին կաթսային, բարձրացնում կափարիչը։ Նայում է ու Տեր Աստված, իրենց կալվածատերն է այնտեղ եփվում, ամբողջովին կծկվել է եփվելուց։ Դե պարոնս, քեզ համար 3-րդ կոճղն էլ չեմ խնայի։ Ու 3-րդ կոճղն է գցում կրակի մեջ։ Երեկոյան գալիս է սատանան։ Ինչու ես 3 կոճղ դրել։ Իսկ այստեղ, պատասխանում է տղան, մի խղճուկ մարդ է, նա արժանի հյուր է, ես իրեն պիտի լավ հյուրասիրեմ։ Մյուս օրը տղան վառում է կրակն ու մտածում. իսկ տեսնես ինչ կա 2-րդ կաթսայում։ Բարձրացնում է կափարիչը ու տեսնում իրենց կառավարչին։ Միանգամից 4 կոճղ է գցում կրակի մեջ։ Երեկոյան սատանան բարկանում է. Ինչու ես փայտը փչացնում։ Դե ախր, ասում է տղան, ուզեցի պատիվ տալ մեր կառավարչին, ոնց որ ինքն էր ինձ պատիվ տալիս ժամանակին։ 3-րդ օրը տղան վառում է կրակն ու մտածում. ապա տեսնեմ 3-րդ կաթսայի մեջ ինչ կա։ Բարձրացնում է կափարիչն ու տեսնում իրենց քյողվային։ Միանգամից 6 կոճղ է գցում կրակի մեջ, և կրակն այնպես է բորբոքվում։ Երեկոյան սատանան գալիս է ու ասում. ախր լսիր, մենք քեզ հետ այդպես չէինք պայմանավորվել, դե հիմա ինքդ մտիր քյողվայի մոտ։ Լավ, կմտնեմ, պատասխանում է տղան, միայն թե դու բարձրացրու կափարիչը, լավ։ Սատանան բարձրացնում է կափարիչը, իսկ տղան ճարպկորեն բռնում է նրան կրունկներից ու գցում կաթսայի մեջ, քյողվայի մոտ։ Դե հիմա կաթսայի մեջ 2 սատանա կա, թող հանգիստ եփվեն, ծիծաղում է տղան ու վերադառնում տուն։